Պարոն Ափինյան, այսօր եկել եք Ծիծեռնակաբերդ ծաղիկներ խոնարհելու հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին 111 տարի անց ինչ խորհուրդ ունի ձեզ համար այսօրը, որպես մտավորականի, որպես գրողի, դուք ինչպես եք դեր լուծում։ Մեզ խորհուրդ ունի ու ես այն կարծիքին եմ, որ մեր ժողովուրդը զգում է այդ խորհուրդը, այն հոծ բազմությունը, որ 3 ջահերով բարձրացավ Ծիծեռնակաբերդ եւ այսօր անվերջ երթ է։ Սա նշանակում է ժողովուրդը իր առջև կանգնած վտանգի սարսափը զգում է եւ ամեն ինչ պիտի անենք եւ արվի, որ կարողանանք փրկվել այս դժողքից։ Որն է դա։ Հավատարիմ մնալ մեր ազգային արմատներին, այն ավանդույթները, որ հիմնել են մեր պապերը, այդ ոտնահետներով գնանք եւ կապրի հայ ժողովուրդը ու կհաղթահարենք։ Մեր առջև որևէ դժվարություն ես չեմ տեսնում։ Միայն այն կեղծ սուտ անբարո գաղափարները, որ մտցրել են օտարերկրյա գործակալները հայ հանրության մեջ, մենք վճռական ասենք ոչ։ Ուրին կարծիքով այս ամբողջ բազմությունը, այս հրաշալի հայերը, այս լավ մարդիկ, որ դեմքերին այդ զգացողությամբ, հայի զգացողությամբ բարձրանում են Ծիծեռնակաբերդ, այս մարդիկ այդ ոչը ասում են։ Պիտի կարողանանք առաջիկ ընտրություններում այս վերաբերմունքը ու մեր դիրքորոշումը արտահայտենք եւ ամսի 8-ին Հայաստանը այդ դեպքում կլինի փրկված։ Այլապես կորցնել ենք ամեն ինչ, եւ սեր, եւ գեղեցկություն, եւ հավատ, ամեն ինչ կորցրելու է։ Նշեցիք, որ ազգային դիմագիծը պահելու համար պետք է նախնիների հետքերով գնալ։ Գործող իշխանությունը այդ հետքերով գնում է։ Գործող իշխանությունը այդ հետքերով գնում է բոլորը ոչնչացնելու նպատակով։ Ոչ մի բան ես չեմ տեսել, ես գրականագետ եմ եւ երկարամյա դասախոս եմ, մշակութաբան, հայ գրականության մասնագետ, բոլոր այն արժեքները, որ հիմնել է հայությունը իր դարավոր ճանապարհին, այս իշխանությունը բոլոր ուզում է ոչնչացնել։ Չկա մեկ ոլորտ, որ չփորձի ոչնչացնել։ Տեսեք կրթությունը ինչ որակի հասավ։ Ինչ որակ է բոլոր ոլորտներում, սպորտ, մշակույթը դառնակն առել որդում են ուղղակի։ Սա նշանակում է, որ ամեն ինչ բացահայտ է, նույնիսկ արդեն չարժե խոսել այդ մասին։ Ուղղակի ես պնդում եմ, որ պիտի մեր հանրությունը եւ հատկապես հայրենասիրական ուժերը, այն կուսակցությունները, քաղաքական ուժերը, ովքեր իրենց հայրենասեր են համարում, բաժան չլինեն։ Ասում եմ ամոթ ձեզ, որ այս պահին միավորվել չկարողացան։ Ամոթ ձեզ, որ ամեն մեկը ձեր թելն եք մանում ու ձեր անձնական նողկալի, սեփականատիրական ուղղակի ցածր բնազդներին գերիեք, ամոթ ձեզ ընտրություններից հետո մի պիտի պարզ ասեք, ովքեր են դավաճանները, դրանք միայն իշխանությունում չեն, դրանք նաև ներքաղաքական դաշտում են իրենց էգոիստական մղումներով։ Հայ ժողովրդի փրկությունը իր միաբանության մեջ է, չարենցիկ ոչ։ Պարոն Ափինյան, նաև պատմության ողջ էտապներում էլ մեր մտավորականներին քննադատել են։ Այսօր հայ մտավորականը իր տեղում է։ Այսօր հայ մտավորականը իր տեղում է, ես ցավը տանեմ մեր հայ գրողների, ես այսօր համայնքական գրողների միությունն եմ ներկայացնում եւ առյուծ արծիվ երկրապահ կամավորական միությունը։ Ես այստեղ եմ նաև հարգելու համար հիշատակը իմ գեներալ եղբոր Արմեն Հարությունյանի, որ առյուծ արծիվ երկրապահ կամավորական միության նախագահն էր, մենք այս տարի կորցրեցինք իմ եղբորը, բայց նրա հիշատակը վառ պահելու, ահա ինչու ես իր տված համազգեստով եմ այստեղ։ Ես ինքս անդամ եմ երկրապահ կամավորական միության առյուծ արծվի եւ այսօր մտքումս պիտի ասեմ Արմեն ջան, քո ցած դրած զենքը մենք վերցնում ենք։ Իսկ անդրադառնալով մեր մտավորականության դերին, գիտեք, շատ ամոթալի բան պիտի ասեմ։ Ունենք ընտիր մտավորականություն։ Նրանց չեն ճանաչում առաջին հերթին լրագրողները։ Ինձ համար սա տարօրինակ բան է։ Կուզեի հարցազրույցներ վայել իրենց լրագրողների հետ, իմանալու համար, թե նրանք առհասարակ Հայաստան ճանաչում են։ Ժամանակակից գրողների 5 անուն կարող են տալ, չեն կարող տալ։ Սա շատ ցավալի բան է։ Երբ մեր քաղաքական ուժերը հանձնում էին Բերձորը, երբ հանձնում էին Աղավնոն, հայ գրողները այնտեղ էին, գիտեք, մենք այնտեղ էինք ու բոլորը զարմացել էին, ամբողջ գիշեր արթուն էին, ամբողջ գիշեր բարձր բանասեցություն էինք, ժողովրդին ոգևորում էինք, Ստեփանակերտ գնացինք, Բերձորում էինք, Աղավնոյում էինք
Եվ այդ մասին ոչ մի խոսք, միայն ավելորդ զրպարտանքներ մեր մտավորականության հասցեին, իսկ կառավարության կողմից մեր լավագույն մտավորականներ անտեսված են, արհամարված են, ամոթը նաև իրենց, որովհետև ընտիր մտավորականություն ունեն, ովքեր այսօր արժանավորապես շարունակում են Թումանյանի, Գրիգոր Զոհրաբի բոլոր մեծերի ավանդույթները։ Ես այդ միջավայրում եմ, ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ եւ անում ենք այն, ինչ որ կառավարությունը չարեց, չուզեց անել, ինչ որ հասարակական կյանքը չի գնահատում, բայց մենք անում ենք փառք ու պատիվ իմ գրչակից եղբայրներին, ովքեր այսօր անձնուրաց կերպով կռիվ են տալիս ապագա Հայաստանի համար։